Բարև բոլորին, վերջին 2 օրերի ընթացքում մասնակցում եմ փաստաբանների եւ զանգվածային լրատվության միջոցների համագործակցությունը հանուն մարդու իրավունքների պաշտպանության խորագրով աշխատաժողովին, որի հիմնական նպատակն է այս երկու մեծ համայնքների փաստաբանների եւ զանգվածային լրատվության միջոցների լրագրողների ուժերի կենտրոնացման մեխանիզմների ստեղծումը, արդյունավետ փոխգործակցության հնարավորությունների ձևավորումը հանուն մեկ հիմնական նպատակի մարդու իրավունքների պաշտպանության, բնականաբար դրանում նաև ներառելով փաստաբանների եւ զանգվածային լրատվության միջոցների լրագրողների իրավունքների շահերի պաշտպանության ապահովման մեխանիզմների ձևավորումը եւ որպես դրա առաջին քայլ այս աշխատաժողովի շրջանակներում նաեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի եւ Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների ասոցիացիայի միջև։ Սա կարևոր քայլ է ուղղված մեր համայնքների փաստաբանների զանգվածային լրատվության միջոցների իրավունքների իրավաչափ շահերի պաշտպանության մեխանիզմների ձեռնարկմանը եւ այսօրվա մեր տեսանյութի շրջանակներում ես կցանկանամ անդրադառնալ այն հիմնական հարցերին, որոնք որ առկա են հենց լրագրողների զանգվածային լրատվության միջոցների իրավունքների շահերի պաշտպանության համատեքստում, մասնավորապես կենտրոնանալով լրագրողների նկատմամբ բռնության գործադրման, հարկադրանքի կիրառման, իրենց գործունեությանը խոչընդոտելու շրջանակներում քննարկման առարկա դարձվող հիմնական ստանդարտներին։ Այս համատեքստում ես ուզում եմ նախ եւ առաջ հատուկ ընդգծել այն կարևոր հանգամանքը, թե ինչ առանձնահատուկ դեր ունեն լրագրողները, զանգվածային լրատվության միջոցները մեր կյանքում, ընդհանրապես բոլոր միջազգային փաստաթղթերում ամենաառանցքային հիմնական գաղափարն այն է, որ լրագրողները, զանգվածային լրատվության միջոցները իրենք հանդիսանում են հասարակության աչքերն ու ականջները, յուրաքանչյուր դեպքում հասկանալու, անմիջականորեն դեպքի վայրից տեղեկատվություն ստանալու այն հիմնական իրադարձությունների մասին, որոնք որ նաև կարող են ունենալ հանրային հետաքրքրություն, դրանք կարող են ունենալ հանրային կարևոր նշանակություն, հետեւաբար բոլոր դեպքերում խստիվ կարևոր է իրենց իրավունքների իրավաչափ շահերի պաշտպանությունը եւ լրագրողական գործունեության իրականացմանը չխոչընդոտելը։ Մենք Հայաստանի առումով ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված մի առանցքային վճիռ, որը նաև համարվում է առաջատարը, այսինքն հիմնական գործերից մեկը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացված, այն է Հայկ Գրիգորյան ընդդեմ Հայաստանի վճիռը, այն կայացվել է անցած տարի 2025 թվականի ապրիլի 3-ին։ Նշված վճիռը վերաբերում է մոտ 10 տարի առաջ 2016 թվականին ՊՊՑ գնդի գրավմանը հաջորդող իրադարձությունների, Սարիթաղի հավաքների ընթացքում, երբ որ տեղեր ունեցել բախում ցուցարարների եւ ոստիկանների միջև, այդ շրջանակներում լրագրողներից մեկը Հայկ Գրիգորյանը փորձել էր խոշոր պլանով իրականացնել տեսանկարահանում կոնկրետ մի դրվագի, երբ որ ոստիկանները ցուցարարներից մեկին շրջապատել էին եւ ինքը մոտեցել էր, փորձել էր տեսանկարում իրականացնել, ոստիկաններից մեկը հարցրել էր այդ ում ես նկարում եւ փորձել էր հարկադրաբար լրագրողից խլել իր տեսախցիկը, ջնջվել էր տեսախցիկից տեսանյութը տեսանկարահանման, վերցվել էր նաեւ հեռախոսը բջջային, որը ի տարբերություն տեսախցիկի չէր վերադարձվել, հետագայում հարուցվել էր քրեական գործ, քննություն էր իրականացվում, որը որ տարիներ շարունակ տևում էր, առանց որևէ անձի մեղադիալ ներգրավելու, հետապնդում հարուցելու եւ ապահովելու, որ այն անձինք, ովքեր որ այդ գործողությունները կատարել էին հարկադրաբար եւ խոչընդոտել էին լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացմանը, ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Եվ այս համատեքստում հիմնական հարցերից մեկը, որ առաջ էր քաշվում, այն էր, թե արդյոք լրագրողը որպես այդպիսին հանդիսանում էր այդ պահին լրագրող, թե ոչ, որտեղ իր մոտ բեյջ կամ անձահաստատող փաստաթուղթ չուներ եւ հիմնական փաստարկը, որ նաեւ ոստիկանների կողմից էր բերվում, այն էր, որ մենք վերցրել ենք տեսախցիկը ստուգելու համար, թե ինքը լրագրող է հանդիսանում, թե ոչ։ Իսկ լրագրողը հայտնում էր, որ իր բեյջը ճանապարհին կորցրել է, այդ պահին իր մոտ չէր գտնվում այն, բայց հիմնական առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ առաջին ինքը հանդես էր գալիս պրոֆեսիոնալ տեսանկարահանող տեսախցիկով եւ երկրորդ իր գործընկերները, ովքեր այնտեղ էին գտնվում, նշում էին այդ պահին, երբ որ այդ դեպքը տեղի էր ունենում, որ հանդիսանում է մեր գործընկերը Հայկ Գրիգորյան, մեր լրագրողը հանդիսանում մեր գործընկերն է եւ տվյալ պարագայում իրեն հնարավոր էր եղել իրականում իդենտիֆիկացնել որպես լրագրողի։ Սա շատ կարևոր նշանակություն ունի եւ հենց այս հանգամանքների վրա էր նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կենտրոնացել իր վճռում, որով արձանագրվել էր Մարդու իրավունքների եւ հիմնարարազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում այս գործի քննության շրջանակներում։ Շատ կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ նախ եւ առաջ Եվրոպական դատարանը ընդգծել էր, որ այսպիսի դեպքերով, որոնք որպես այդպիսին խոչընդոտում են լրագրողի մասնագիտական գործունեությունը, կարևոր է, որ պետությունը ձեռնարկի միջոցներ արդյունավետ, արագ, անկողմնակալ քննություն իրականացնելու համար։ Սա ունի ֆունդամենտալ կարևոր նշանակություն, որովհետև այս դեպքերը իրենք անհետևանք մնալ չեն կարող։ Եվ շատ հաճախ, երբ որ քննարկման առարկա է դարձվում
բարձրացվում է այն հարցը, որ կոնկրետ իրավիճակում լրագրողը չուներ իր անձը կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, չուներ բեյջ, ապա տվյալ պարագայում նա լրագրող համարվել չի կարող, դա համարվում է շատ ֆորմալիստական ձևական մոտեցում։ Մենք ունենք նաև Վենետիկի հանձնաժողովի, նույն ինքը ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունված ստանդարտներ այս կապակցությամբ, որտեղ հիմնական մոտեցումն այն է, որ կրկին ֆորմալիստական ձևական մոտեցում չի կարող դրսևորվել այն հանգամանքի նկատմամբ հասկանալու համար, թե տվյալ պարագայում անձը լրագրող է հանդիսանում, թե ոչ։ Եթե հնարավոր է իրեն իդենտիֆիկացնել տարբեր հանգամանքներից դիցուք, օրինակ տեսանկարահանող սարքի օգտագործումից, կամ երբ որ այլ հանգամանքներ կան, որոնք որ ողջամտորեն հնարավորություն են տալիս անձին իդենտիֆիկացնելու, նույնականացնելու, հասկանալու, որ դիմացինը հանդիսանում է լրագրող, ապա այդ անձը ենթակա է հատուկ պաշտպանության պետության կողմից եւ իր նկատմամբ, իր գործունեության նկատմամբ ցանկացած միջամտություն, ցանկացած դրսևորում դատապարտելի է, անթույլատրելի է եւ այն ուղղակիորեն հանգեցնում է խոսքի ազատության իրավունքի անվերապահ խախտմանը։ Այս համատեքստում նաև կարևոր նշանակություն ունեն հանգամանք, որ պետությունը ձեռնարկի իրականում արդյունավետ միջոցներ պատշաճ քննություն իրականացնելու համար յուրաքանչյուր այսպիսի դեպքով։ Նույն Հայկ Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով Հայաստանի կառավարությունը ներկայացրել է գործողությունների ծրագիր, այսպես կոչված action plan, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե, որտեղ նշվել է, որ նախորդ տարիներին տեղի են ունեցել նաև համանման դեպքերով ծառայական քննություններ, եղել է դեպք, երբ որ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են, բայց այս հանգամանքները իրենք որպես կանոն ծառայական քննության շրջանակներում չեն կարող հասցեագրվել։ Եվ հենց Մարդույանքն է Եվրոպական դատարանի կողմից առաջ քաշվող հիմնական ստանդարտը, հիմնական պահանջը, նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից կա հայտնի 2016 թվականին ընդունված մի հանձնարարական, որը հենց լրագրողների հատուկ պաշտպանությանն է վերաբերում, սպառնալիքների կանխարգելմանը, եւ պաշտպանությունը հենց հիմնական հիմնասյուներից մեկն է հանդիսանում։ Հիմնական ստանդարտն այն է առաջ քաշվում, որ բոլոր այսպիսի դեպքերը պիտի ենթարկվեն պատշաճ քննության պետության կողմից, մանրամասն քննության, եւ ամենակարևորը պիտի ապահովի այն անձանց քրեական պատասխանատվությունը, ովքեր որ միջամտել են այդ գործունեության իրականացմանը։ Ընդ որում, խիստ կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ այդպիսի քննության կատարման շրջանակներում անձինք, ովքեր որ բռնություն են գործադրել, անձինք, ովքեր որ այնպիսի վարքագիծ են դրսևորել, որը որ համարժեք է եղել խոշտանգմանը կամ վատ վերաբերմունքին լրագրողի նկատմամբ, ապա այդպիսի դեպքերի նկատմամբ համաներում, ներում, վաղամության ժամկետներ կիրառվել չեն կարող քրեական պատասխանատվությունից ազատելու համար այդպիսի անձանց։ Նույնիսկ Հայկ Գրիգորյան ընդդեմ Հայաստանի գործի քննության շրջանակներում եղել էր կարծես նախաքննության ընթացքում մի էպիզոդ, որի շրջանակներում իրեն հարց էր տրվել վարույթն իրականացնող մարմնի կողմից, արդյոք ինքը առարկություն ունի, որ ոստիկանի նկատմամբ կիրառվի համաներում թե ոչ, ինքը սկզբում ասել էր ոչ, հետագայում ասել էր, որ չէ, չեմ հասկացել այն իրավական հետևանքները, որոնք որ ինձնից հարցի տրմամբ ակնկալվել է, եւ սկզբում ասել էր այո, բայց հետագայում որպես այդպեսին հետ էր կանգնել իր կողմից ներկայացված այդ այոից։ Էական նշանակությունն էր այն հանգամանքը, որ ցանկացած այսպիսի դեպքում համաներման, ներման կամ նույնիսկ վաղամության ժամկետներով քրեական պատասխանատվությունից ազատելը անթույլատրելի է։ Այն մոտավորապես այն նույն իրավիճակին է համարժեք, որը ունի Հայաստանը նույն Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործի քննության շրջանակներում, երբ որ այն ոստիկանության ծառայողները, ովքեր որ բռնություն էին կիրառել Վիրաբյանի նկատմամբ, ով թեև լրագրող չէր հանդիսանում, բայց ստանդարտը նույնն է։ 20 տարի անց մոտավորապես իրենք ենթարկվել էին քրեական պատասխանատվության։ Այս առումով կարևոր նշանակություն ունի այն, որ անկախ անցած ժամանակահատվածից լրագրողների նկատմամբ խոշտանգմանը, վատ վերաբերմունքին համարժեք վարքագիծ դրսևորած անձինք չեն կարող ազատվել քրեական պատասխանատվությունից անկախ անցած ժամանակահատվածից, այսինքն ցանկացած ոստիկանության ծառայող, որի կողմից կկիրառվի այդպիսի հարկադրանք, որի կողմից կխոչընդոտվի լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացումը, ինքը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից վաղամության ժամկետներն անցնելու, չի կարող ազատվել համաներման կամ ներման ակտի կիրառման արդյունքում։ Սա կարևոր ֆունդամենտալ նշանակություն ունի այս համատեքստում լրագրողների երաշխիքների, լրագրողների իրավունքների պաշտպանության ապահովման եւ միաժամանակ պատասխանատվության անխուսափելիության ապահովման համատեքստում։ Հատուկ կարևորություն ունի այն հանգամանքը, որ երբ որ մենք խոսում ենք լրագրողների նկատմամբ իրականացվող սպառնալիքների մասին, դրանք համարվում են սպառնալիքներ ուղղված հասարակությանը, որտեղ ինչպես ես նշեցի այս տեսանյութի շրջանակներում, լրագրողները իրենք համարվում են հասարակության աչքերն ու ականջները, եւ ցանկացած իրավիճակում, երբ որ լրագրողների նկատմամբ կգործադրվի հարկադրանք, բռնություն, իրենց մասնագիտական գործունեությունը կխոչընդոտվի, դա համարվում է ուղղակիորեն միջամտություն հասարակության տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքին, որովհետեւ բոլոր դեպքերում լրագրողները ապահովում են հենց այդ խողովակը, տեղեկատվության մատչելիությունը եւ խոսքի ազատության իրավունքի
լրագրողների ապահովման շրջանակներում նաև այդ տեղեկատվության փոխանցումն են ապահովում հասարակությանը եւ հասարակությունը փաստացի զրկվում է այդ տեղեկատվությունը ստանալու հնարավորությունից բոլոր այն միջադեպերի դեպքում, երբ որ խոչընդոտվում է լրագրողների կողմից իրենց մասնագիտական գործունեության իրականացումը։ Այս համատեքստում նաև կարևոր է այն հանգամանքը, որ կառավարության կողմից Հայ Գրիգորյան ընդդեմ Հայաստանի գործի շրջանակներում ներկայացված գործողությունների ծրագրից պարզ է դառնում, որ ոստիկաններից մեկի նկատմամբ վերջ-վերջու 2024 թվականին նոյեմբեր ամսին քրեական հետապնդում հարուցվել է եւ մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորություններն անցնելու եւ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հոդվածներով եւ գործն ուղարկվել է դատարան քննության իրականացման համար։ Սա եւս ունի կարևոր նշանակություն, որովհետեւ բոլոր դեպքերում, երբ որ մենք խոսում ենք լրագրողների նկատմամբ սպառնալիքների իրականացման մասին, կարևոր է այն հանգամանքը, որ ցանկացած պարագայում այն անձինք, ովքեր որ բռնություն են գործադրում կամ բռնության գործադրման սպառնալիք, իրենք պետք է գիտակցեն, որ ցանկացած դեպքում պիտի լինի պատասխանատվության անխուսափելիություն։ Հետևաբար այս համատեքստում խիստ կարևոր նշանակություն ունի այնպիսի միջոցառումների ձեռնարկումը, որոնք որ ուղղված են հենց այն հիմնական որպես ինդիկատոր հանդիսացող գործոններ գնահատման ենթարկելու համար այն օրենսդրական նախաձեռնությունները, իրավական նախաձեռնությունները, իրավական ներգործության միջոցները, որոնք որ ուղղված կարող են լինել լրագրողների խոսքի ազատության իրավունքի սահմանափակմանը։ Այդտեղ պահանջվում է խիստ նրբանկատություն, որովհետև ցանկացած միջամտություն, որը որ թեկուզ մի չնչին չափով գերակայի համաչափության սկզբունքի էությանը, այսինքն տվյալ պարագայում անհամաչափ միջամտություն իրականացվի լրագրողի մասնագիտական գործունեության իրականացման նկատմամբ, ապա տվյալ պարագայում մենք մեխանիկորեն ունենալու ենք խոսքի ազատության իրավունքի սահմանափակում ոչ իրավաչափ ձևով, որը որ մի դեպքում կարող է լինել նախատեսված օրենքով, մեկ այլ դեպքում կարող է նույնիսկ նախատեսված չլինել կամ նույնիսկ իրավաչափ նպատակ չհետապնդել, ել չասած, որ այդպիսի միջամտությունը կարող է նույնիսկ առհասարակ հիմնավորվել, որ անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում։ Ամփոփելով այսօրվա տեսանյութը, հիմնական ուղերձը, հիմնական գաղափարը, որը ես ցանկանում եմ հասցնել այս տեսանյութի միջոցով այն է, որ երբ որ մենք խոսում ենք լրագրողների զանգվածային լրատվության միջոցների մասին, խիստ կարևոր նշանակություն ունի լրագրողների նկատմամբ հատուկ վերաբերմունքի դրսևորումը պետության կողմից։ Սրա լավագույն օրինակներից մեկն էր նաև Ցավան եւ մյուսներն ընդդեմ Վրաստանի գործը, որը ես ներկայացրել եմ իմ նախորդ տեսանյութերի շրջանակներում, որտեղ էլի քննարկման առարկա էր դարձվում պետության իշխանության ներկայացուցիչների կողմից այն հիմնական գաղափարը, որ տվյալ պարագայում մենք չենք կարողացել իդենտիֆիկացնել անձինք լրագրող են թե չէ, այդ ֆորմալիստական մոտեցման դրսևորումը ինքն անթույլատրելի է, որտեղ ցանկացած պարագայում, երբ որ մենք խոսում ենք լրագրողների մասին, ապա բոլոր այն դեպքերում, երբ որ պետությունը կարող է նույնականացնել եւ ողջամտորեն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից հասկանալի է, որ անձը իրականում իրականացնում է լրագրողական գործունեություն, մասնագիտական գործունեություն, ապահովում է տեղեկատվության հասանելիությունը հասարակությանը, ապա իրենց գործունեությունը երբևիցե չի կարող խոչընդոտվել։ Սա ունի խիստ կարևոր նշանակություն եւ բոլորը պիտի հետամուտ լինեն լրագրողների պաշտպանության ապահովմանը, լրագրողների գործունեությանը չխոչընդոտելուն եւ այս ուղղությամբ նաեւ արդյունավետ քայլեր ձեռնարկվելուն, որ ոչ միայն դա գրված լինի փաստաթղթերում, այլ նաեւ արդյունավետորեն պրակտիկայում իմպլեմենտացվի, կիրառվի եւ գործնականում մենք ունենանք մի իրականություն, որտեղ երբևիցե լրագրողների գործունեությունը չի խոչընդոտվի ֆորմալիստական ձևական նկատառումներով եւ լրագրողները կլինեն հաստատապես եւ անվերապահորեն պաշտպանված առանց իրենց գործունեության նկատմամբ միջամտության իրականացման, իսկ ցանկացած այդպիսի միջամտություն ենթակա կլինի մանրամասն օբյեկտիվ արագ քննության ապահովման, իսկ անձինք, ովքեր որ այդ միջամտությունը կիրառել են, ենթակա կլինեն քրեական պատասխանատվության առանց որևէ սահմանափակման եւ անխուսափելիության սկզբունքի ապահովման։ Այսպիսով այսօրվա համար այսքանն էի ուզում ներկայացնել։ Շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար։ Չմոռանաք բաժանորդագրվել, հավանել այս տեսանյութը, մեկնաբանություններում էլ կիսվել ձեր դիտարկումներով։